Այդ անունն էլ որից առաջ եկավ, ես հիվանդանոցում 13 տարի պարկել եմ, էլի, հոգեբանական հիվանդանոց։ Այնտեղ բոլորին օգնում էի, ում դժվարություն կար, ում ասենք թե միներներ ընկնում, ես էի օգնում, էլի, բոլորին իրանք էլ գիտեին, որ ես բանաստեղծություն էի գրում, իրանք ասացին, չէ, սրանից հետո դու Երևան բարին ես։ Դե մնա տանից Երևան բա, իրանք ասում, հետո որ դուրս եկա ու ազգանունս փոխեց դառավ Երևան բարի։ Երևանդ ինչով էիք զբաղվում մինչև առաքելություն Հայաստան գալը եւ կարի արտադրամասի աշխատանքներում ներգրավելը։ Մասնագիտությամբ ով եք, ինչ եք աշխատել։ Մասնագիտությամբ ինչ էլ շինարար եմ եղել, հետո գործանում աշխատել եմ, ավտոդողի գործանում, ստանոկների վրա էլ։ Դրանից հետո որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մի հատ ընկեր ունի, տարիքով մարդ էր, 70, ինքն էլ այդ բարեգործական բանից օգտվում էր, հիմնարկությունից։ Ինձ ասա, իր հետ գնում ենք աշխատում էինք, հողամաս ենք մշակում, ասավարի գնանք մեր մոտ, ժամանակ կանցկացնենք, շախմատ կխաղանք, ընդ գրական խմբակա, միասին դու էլ կմասնակցես, ասել լավ, համաձայն եմ, ու գնացինք իր հետ եկա, այնտեղ շախմատ էինք խաղում, էինք անում, այդ խմբակներին էինք մասնակցում, էլի, վերջում մեկ էլ արդեն բերեցին, այդ կարի մեքենաները սկսեցին աշխատացնել, ես էլ սիրում եմ, էլի, քանդել, սարքել, ասենք մի բան, ինչ փչանում էր այդ մեքենան, ես էի սարքում բանանը, հետո բերեց եկավ մեզ Մարգարիտ անունով մի քույրիկ եկավ, ինքը մեզ սովորացնում էր, ասում էր կարելի ձևերը սենց, հետո բացեցել իրանց տանը խմբակ էին կազմակերպել կարի ուսուցման էլ, ինձ էլ կանչեցին, այնտեղ բացատրեցին բան, հետո սովորացրին էլ կարելի, ու սկսեցի ես էլ կարելի։ Երևանդ այդ ժամանակ քանի տարեկան էիք եւ ինչ փոխեց այս նոր մասնագիտությունը ձեր կյանքում։ Այն ժամանակ երևի 63-64 տարեկան էի, էլի։ Բացեցել ես աշխատել շատ եմ սիրում, էլի, չեմ ուզում, ոնց որ նստում եմ, մենակ չեմ կարող մի բան, պիտի մի բան զբաղվում, որ միտքս թվալու էլի, համել ինձ ավելի ուրախ եմ զգում, որ աշխատում եմ, որ չեմ մտածում մի բան ոնց որ պակաս լինի, էլի։ Ինչ փոխվեց ձեր կյանքում։ Ինչ փոխվեց։ Դե ես արդեն զգացի, որ կարող եմ աշխատել, կարող եմ մեկին օգուտ տալ եւ ինձ օգուտ տալ։ Հասկանում եք։ Ես ուրիշներին նման չէ, որ ասում եմ, մի բան անում, չեմ կարես, չեմ ուղղեց, ասացի պիտի անպայման սովորեմ, կարեմ, ինձ էլ օգուտ կտամ մեր ժողովրդին էլ էլի։ Ես գիտեմ նաեւ, որ դուք այդ պատկառելի տարիքում 63-ից հետո որոշել եք նորից դասընթացների գնալ, ավելի հմտանալ, մոդելավորում սովորել, դժվար չէ նման որոշում կայացնելը եւ խորանալ ընտրած մասնագիտության մեջ։ Չէ, չգիտեմ, իմ համար դժվար չէ, չեմ կարող ուրիշը մտածում է դժվար է, դրա համար չփորձում։ Հետո կարելի է փորձենք կստացվի, ու ստացվել, փառքած։ Հիմա ինչ եք անում, ինչ գործողություններ եք անում, այսինքն միայն չեք կարում։ Հայս մենակ չեմ կարում, էլ ասենք մեքենաները փչանում է բանը, ես եմ սարքում, ասենք իրանք չեն կարում, կանանք մի բան ջարդում են կամ բան, ես փոխում եմ, սարքում, ասեղները փոխում եմ, թելում եմ, հետո ասենք թե յուղելապետ յուղում եմ մեքենաները, մի բան ինչ լինում է ինձ, երբան դեսի ոնց, ասում սենց շատ են էլի, կանանք շատ ներվում էլի, այդ կողմում էլի, անտատեսի փչատավես էսին, այս ժամանակ չեմ էնում կարել է շատ անգամ։ Իսկ քանի անուն ապրանքատեսակ եք արտադրում, եթե թվարկելու լինենք, եկեք հիշենք ամենապարզերից սկսեցիք եւ այսօր արդեն քնապարկերին եք հասել, եկեք թվարկենք, եկեք հիշենք, քանի անուն ապրանքատեսակ եք ստեղծում։ Անկողնային պարագաներ են կարում, հիմա ես էդի կարում եմ էլի, մի քանի օրից հետո կպրտնեմ, հետո բարձրացնել մանից։ Օրինակ վերջերս պատվեր ունեցան քնապարկեր կարելու, նույնպես Երևանդը մոդելավորում արեց։ Համար քնապարկեր կարեցինք, բացեցել մի անգամ էլ գլխարկներին կարել բանակի զինվորների համար։ Առաջ բարձրի երես էին կարում, բարձր էին կարում, հետո գոգնոսներ էլի, գոգնոսներ, հետո սկսեցինք խալատներ, խալատներից հետո արդեն անկողնային պարագաներ, հիմա ինչ ասենք թե մեզ ասում են,
փորձում ենք կարել էլի։ Ինչ ոնց ասում են, Մասնավոր պատվերներ են պատվերներ լինում, են, ինչ որ տալիս են էլի կարում ենք։ Եթե մի բան կամենում են սրտանց, ասենք եթե ցանկանում են, իրենց մոտ ցանկություն կա, որպեսզի մի բան, մի գործ անեն, պետք է փորձեն եւ անեն։ Չի ստացվի ոչինչ, կստացվի ավելի փառկած։ Միան ցանկությունն է պետք ամենակարևորը։ Որ ինչ որ մի բան ինքը ցանկանում է կատարել, թող կատարի ուս։ Իսկ տարիքը սահմանափակում չէ։ Չգիտեմ, տարիքը սահմանափակում չի, մարդու առողջությունն է սահմանափակում։ Եթե ինքը ոնց ասում են, ձեռքի ոտքի վրա կարանը, եթե հիվանդ է, այդ արդեն հիվանդություն չի թողել, որ ինքան։ Իսկ կարելի է իմ գրած բանասությունը մի Իհարկե կարելի է։ Ինչ բան է կյանքը։ Հաճախ են մարդիկ հարց տալիս իրար, ինչ բան է կյանքը, դավեհությունն են դեմ նենգության, դավարությունն են դեմ չարիքի, ճշմարտությունն են դեմ խապկանքի։ Հրեղ են ուրևորի ճայթունի փալատակումից, որոտից ըմբոս չարնակամայից բացականչում է մեղակեստերին։ Դա թթվանքն է անմեղ մանուկի, որ լսելով սիրելի մայրը կրծքին է սեղմում մանգին իր բալին։ Խոսիր, իմ անուշ, դայլալիր քնքույց, ձայնով քո մեղնույթ լցրու անդուր չկնաղ մեր կյանքի։ Խոսքով քո ազնիվ, քնքուշ ու բարի, աշխարհի վրա երջանկությունը թող տագավարի։ Թող այդպես լինի։ Ինչու հենց բարի։ Ես չգիտեմ ինչու բարի, բայց ժողովուրդ ընտրեց, մեր այդ աշխատողները, ղեկավարները ընտրեցին, որ պետք է լինի բարի, կարի լավ։ Իրանք դենց անուն դրեցին բարի լավ։ Երևան կներեք որ ընդհատում կարող ենք ասել որ ձեր ազգանունը որ դուք բարի եք սարքել հենց դրա համար այդպես ասեք որ ճիշտ ընկալվի Իմ ազգանունն էլ բարի է դարձրել եմ բարի առաջ ես Պետրոսյան Երևան եմ եղել դիմում տվեցին նախարարություն իրենք ասած իմ ազգանունը փոխեք բարի ուտեն դարձավ բարի Երևան այսինքն հետո ես բանաստեղծություններ եմ գրում բան այդ իմ գրական անունն է Թամարա, իսկ ինչպես են կազմակերպվում աշխատանքներ, Առաքելություն Հայաստանը մասնակցում է մրցույթների կամ պատվերներ է ստանում, հումք է գնում, այդ գործընթացը ինչպես է կազմակերպվում։ Այո, մենք ունենում ենք բացի մասնավոր պատվերներից, նաև մասնակցում ենք ցուցահանդես վաճառքների, այսինքն մեր արտադրանքը այդտեղ ենք ներկայացնում, նման հնարավորություններ ունենալու դեպքում, նաև մրցույթների ենք մասնակցում Չեմ հիշում, նշեցի ակտիդը, որ ասեցի պայուսակներ, հա։ Վերոնշալ մրցույթին, որ վերջերս մասնակցել ենք, արդեն ասացի։ Ինչպես նաև բաժակների տպագրություն ենք ունենում, բաժակների վրա տարբեր արդեն ըստ ցանկությամբ թե ինչ են ցանկանում, հենց ըստ դրա մեր տարեցները տպագրում են նաև բաժակների վրա, ճիշտ է, տպագրության հետ կապված մի քիչ դժվարանում են, որովհետև այնտեղ համակարգչային արդեն հմտություններ, գիտելիքներ են պետք ու ընթացքում մենք նույնպես դրանք սովորեցնում ենք մեր տարեցներին ու ինչ եմ ուզում նշել, որ անկախ տարիքից տարեցը կարողանում անկախ տարիքից անձը կարողանում է սովորել եւ ձեռք բերել նոր հմտություններ, այդ թվում եւ համակարգչային